Ցանկանում ես տեսակավորել քո թափոնները եւ կուտակել միավորներ, դե ինչ։ Այժմ ներկայացնենք, թե ինչպես օգտվել մեր պլաստիկ շիշ ընդունող սարքից։ Սարքից օգտվելու ու միավորներ կուտակելու համար առաջին հերթին հարկավոր է ներբեռնել Plastix հավելվածը, որը հասանելի է Android եւ iOS օգտատերերի համար։ Հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է գրանցվել համապատասխան դաշտում լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն, անուն ազգանունը եւ գաղտնաբառը։ Եթե որոշում ես օգտվել սարքից առանց անձնական հաշիվ ունենալու, հիշիր, որ միավորներ չես կարողանա կուտակել։ Գրանցվեցիր։ Շատ լավ։ Հաջորդիվ սարքին պետք է սեղմել Start կոճակը, որից հետո էկրանին կհայտնվի սա։ Բաց քո բջջային հավելվածը, սեղմիր վերևի աջ անկյունում գտնվող QR կոդի նշանի վրա ու սկանավորիր այն։ Կարող ես նաև մուտքագրել քո ID համարը ձեռքով։ Հետո սեղմիր Next կոճակը։ Երբ բացվի շշի ընդունման համար նախատեսված բաժինը, տեղադրիր դատարկ, չվնասված պլաստիկ շիշը սարքի ընդունիչի մեջ։ Ընդունիչը կարդում է շշի վրայի բարկոդը ձախ կողմում տեղադրված սկաների միջոցով, ապա որոշում արդյոք այդ շիշը կարող է ընդունել, թե ոչ։ Եթե շշի վրա չկա բարկոդով պիտակ, ապա այդ շիշը կարող ես տեսակավորել տեսակավորման ամանների մեջ, այլ ոչ թե այս սարքի միջոցով։ Եթե սարքը չի ընդունել շիշը, ապա այն չի կարողացել ճանաչել բարկոդը։ Պտտիր շիշը եւ փորձիր եւս մեկ անգամ։ Եթե սարքը չընդունի շիշը դրանից հետո, ապա սարքը չի ընդունում տվյալ շիշը։ Եթե շիշն ընդունելի է սարքի համար, ապա այն կսկսի գնալ առաջ, որպեսզի տեղափոխվի համապատասխան բաժին։ Այդ ընթացքում այլ գործողություններ չկատարես։ Տեսակավորելը վերջացնելու եւ միավորներ ստանալու համար սեղմիր Finish կոճակը։ Եթե ինչ-որ պատճառով ոչինչ չես տեսակավորել, խնդրում ենք միևնույնն է սեղմել Finish կոճակը։ Finish կոճակը սեղմիր այն ժամանակ, երբ սարքի բաց հատվածում ոչ մի այլ ապրանք չկա։ Քո կուտակած միավորները կարող ես տեսնել Plastix հավելվածի գլխավոր էջում տեսակավորումից մի քանի րոպե հետո։ Կուտակիր միավորները եւ փոխանակիր այն մեկ վաուչերով։ Հիշիր, բացի պլաստիկ շշերից, խնդրում ենք ոչ մի այլիր կամ աղբ չդնել սարքի մեջ։ Եթե ինչ-որ պատճառով սարքը չի նույնականացրել շիշը, խնդրում ենք այն չթողնել սարքի մեջ։ Խնդիրների դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ զանգահարելով նշված հեռախոսահամարին։